Բարև ձեզ, այսօր կվերլուծենք Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ մրցափուլում տեղի ունեցած հետաքրքիր և վիճահարույց իրավիճակները։ Մրցափուլը սկսվեց Վան-Սյունիք խաղով, խաղասկզբին հետաքրքիր իրավիճակ եղավ Սյունիք թիմի տուգանային հրապարակում և Վան թիմի խաղացողը պայքարից հետո վայր ընկավ տուգանային հրապարակում։ Կրկնապատկերները դիտելով տեսնում ենք, որ խաղացողների միջև ընթանում է նորմալ ֆուտբոլային պայքար, պաշտպանը ոչ մի ձևով խախտում չի կատարում մրցակցի նկատմամբ և հարձակվողը ինքնուրույն օգտագործելով թեթևակի հպումը մրցակցի հետ ընկնում է տուգանային հրապարակում։ Մեր կարծիքով մրցավարը տվյալ իրավիճակում ճիշտ է գործում, չնշանակելով 11 մետրանոց հարված։ Ամեն դեպքում, եթե նա նույնիսկ կեղծակերպարարքի համար պատժեր հարձակվողին դեղին քարտով, դա կընդունվեր մեր կողմից որպես ճիշտ որոշում։ Եվս մի հետաքրքիր իրավիճակ տեղի ունեցավ արդեն խաղին փոխհատուցված ժամանակի ընթացքում, երբ Վան թիմի խաղացողը տուգանային հրապարակի մատույցներում պայքարից հետո ընկնում է և շատերի մոտ կասկած կարող է լինել, որ մրցավարը տվյալ իրավիճակում պետք է նշանակեր 11 մետրանոց հարված։ Կրկնապատկերները դիտելիս տեսնում ենք, որ պայքարը խախտումը տեղի ունեցել տուգանային հրապարակից դուրս, այդ է պատճառը, որ տվյալ իրավիճակում վար մրցավարները չեն հրավիրում մրցավարին խաղադաշտի տեսադիտում կատարելու և 11 մետրանոց նշանակելու համար, քանի որ տվյալ իրավիճակը տեղի ունեցել տուգանային հրապարակից դուրս։ Ալաշկերտ-Գանձասար խաղի ընթացքում եղավ իրավիճակ, երբ Ալաշկերտը գրավեց մրցակցի դարպասը, սակայն մրցավարի օգնականը արձանագրեց խաղից դուրս։ Կրկնապատկերները դիտելիս համոզվում ենք, որ փոխանցման պահին խաղացողը գտնվում էր մրցակցի դարպասային գծին ավելի մոտ, քան նախավերջին պաշտպանվող խաղացողը։ Վար մրցավարները ստուգում են իրավիճակը, համոզվելով, որ մրցավարի օգնականի կայացված որոշումը ճիշտ էր, հաստատում են խաղադաշտում կայացված որոշումը։ Եվս մեկ հետաքրքիր իրավիճակ նույն խաղից, Ալաշկերտը գրավեց մրցակցի դարպասը և խաղադաշտում մրցավարը արձանագրեց դարպասի գրավումը։ Սակայն վար մրցավարները դիտելով տեսակրկնապատկերները համոզվեցին, որ գրոյի կառուցման փուլում հարձակվող թիմը խախտում է կատարել։ Կրկնապատկերներում կարող ենք տեսնել, որ Ալաշկերտ թիմի խաղացողը գնդակի համար պայքարում խախտում է խաղի կանոնները մրցակցի նկատմամբ, դրանով տիրում է գնդակին և սկսվում է գոլային գրոհը։ Մրցավարը հրավիրվեց խաղադաշտի տեսադիտում կատարելու, համոզվելով, որ իրականում խախտումը կատարվել է, նա չեղարկեց դարպասի գրավումը։ Հաջորդ խաղում Արարատը ընդունել էր Փյունիկին։ Խաղի ամենակարևոր իրավիճակը տեղի ունեցավ Արարատ թիմի տուգանային հրապարակում, երբ խաղային իրավիճակից հետո բախում եղավ երկու թիմերի խաղացողների միջև։ Վարազդատ Հարոյանը դրա արդյունքում կարմիր քարտ ստացավ։ Կրկնապատկերներում կարող ենք տեսնել, որ նա հարվածում է մրցակցին և այդ պատճառով բռնարարքի համար հեռացվում է խաղադաշտից։ 2026-2027 մրցաշրջանից առաջ Միջազգային խորհուրդը IFAB-ը, որը զբաղվում է խաղի կանոններում կատարել են փոփոխություններ։ Ոչ բոլոր փոփոխություններն են, որոնք պարտադիր կիրառվում են բոլոր ազգային ասոցիացիաների կամ կոնֆեդերացիաների կողմից։ Կան որոշ փոփոխություններ, որոնք ասոցիացիաները կարող են կիրառել իրենց առաջնություններում։ Այսինքն այդ փոփոխությունները ուղղակի փորձաշրջան են անցնում, որոնց դրական արդյունքի հետևանքում միայն դրանք կդառնան պարտադիր խաղի կանոն։ Մրցաշրջանից առաջ բոլոր թիմերին հրավիրել էինք սեմինար հանդիպման, որի ընթացքում ներկայացվեցին խաղի կանոնները։ Համաձայն նոր փոփոխության, երբ որ խաղացողը բերանը ծածկում է և անթույլատրելի արտահայտություններ է անում, վիրավորական կամ այլ տեսակի անվայել խոսքեր է թույլ տալիս, ըստ նոր փոփոխության ասոցիացիան կամ կոնֆեդերացիան կարող է կիրառել այս կանոնը և նմանատիպ իրավիճակների դեպքում կարմիր քարտով պատժել կարգազանց խաղացողին։ Ամեն դեպքում, ինչպես արդեն նշեցի, սա պարտադիր փոփոխություն չէ,
եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետևելով UEFA-ի ուղեցույցներին չի կիրառում այս փորձարկումը մեր առաջնությունների ընթացքում եւ տվյալ նմանատիպ իրավիճակներում խաղացողը չպետք է հեռացվի կարմիր քարտով խաղադաշտից։ Այնուամենայնիվ UEFA-ն եւ ՀՖՖ-ն ընդգծում են, որ միտումնավոր բերանը ծածկելը հաղորդակցությունը թաքցնելու նպատակով կարող է համարվել ոչ սպորտային վարքագծի դրսևորում եւ խաղացողը կարող է զգուշացվել նմանատիպ պահվածքի համար։ Ինչպես կարող ենք տեսնել տեսահոլովակում, տվյալ իրավիճակում Փյունիկ թիմի խաղացողը Արարատ թիմի խաղացողի հետ հաղորդակցվելիս որոշակիորեն ծածկում է բերանը, որից հետո հետևում է Հարոյանի կողմից հարվածը նրա դեմքին։ Մրցավարը տվյալ իրավիճակում կարմիր քարտով պատժում է Հարոյանին բռնարարք կատարելու համար, իսկ Փյունիկ թիմի խաղացողին ոչ սպորտային վարքագծի համար պատժում է դեղին քարտով։ Իլերումը նշեմ, որ քանի որ գնդակը տվյալ իրավիճակում գտնվում էր խաղի մեջ եւ խախտումը կատարվել էր Արարատ թիմի տուգանային հրապարակում, մրցավարը կայացնում է ճիշտ որոշում նշանակելով 11 մետրանոց հարված Արարատ թիմի դարպասին։ Եվս մեկ հետաքրքիր իրավիճակ նույն խաղից, երբ Փյունիկը գրավեց Արարատի դարպասը, սակայն մրցավարի օգնականը արձանագրեց խաղից դուրս դիրքի խախտում, կրկնապատկերները դիտելիս տեսնում ենք, որ փոխանցման պահին Փյունիկ թիմի խաղացողը գտնվում էր ճիշտ դիրքում եւ մրցավարի օգնականը տվյալ իրավիճակում սխալվել էր արձանագրելով խաղից դուրսի խախտում։ Վար մրցավարները ստուգեցին տվյալ իրավիճակը, համոզվելով, որ գոլը ճիշտ է խփվել, այդ մասին տեղյակ պահեցին մրցավարին, քանի որ սա փաստացի որոշում էր, մրցավարը չհրավիրվեց խաղադաշտի տեսահետում կատարելու եւ դարպասի գրավումն արձանագրվեց։ Գյումրիում տեղի ունեցավ Շիրակ-Ուրարտու խաղը, խաղի ընթացքում մեկ հետաքրքիր իրավիճակ եղավ Շիրակ թիմի տուգանային հրապարակում, պաշտպանը սահանկում կատարեց խաղաց գնդակ, որից հետո վայր ընկնելից հետո գնդակը դիպավ նրա ձեռքին։ Շատերի մոտ կարող է կարծիք ստեղծվել, որ նրա ձեռքը գտնվում էր անբնական դիրքում եւ տվյալ իրավիճակում մրցավարը պետք է նշանակեր 11 մետրանոց հարված։ Սակայն կրկնապատկերներում տեսնում ենք, որ պաշտպանը ոչ մի ավելորդ գործողություն ձեռքով չի կատարում, ընկնելուց հետո նրա ձեռքը բնականon շարժվում է իր մարմնի բնական շարժման հետևանքում, գտնվում է մի փոքր ոչ բնական դիրքում, բայց սա համարվում է բնական իրավիճակ, քանի որ նրա կողմից չի եղել ոչ մի ավելորդ գործողություն, այլ ընկնելիս ուղղակի գնդակը դիպել է նրա ձեռքին։ Հետևաբար մրցավարի կայացրած որոշումը խաղը շարունակել տվյալ իրավիճակում ճիշտ էր։ Նույն խաղի 86-րդ րոպեին եղավ իրավիճակ, երբ Ուրարտու թիմը կրկնակի փոփոխություն էր կատարում։ Կարող ենք տեսնել, որ խաղացողներից ոչ մեկ տվյալ իրավիճակում վնասվածք չունի, սակայն խաղացողներից մեկը տեսնելով, որ ինքը պետք է փոխարինվի, ձևացնում է, որ իբր վնասվածք է ստացել եւ պարկում է գետնին, փորձելով դրանով ձգձգել խաղի վերսկսումը։ Տվյալ իրավիճակում մրցավարը ոչ մի բան չի ձեռնարկում, ուղղակի խաղացողին հրահանգում են վեր կենալ եւ դուրս գալ խաղադաշտից։ Նմանատիպ իրավիճակում խաղացողը պետք է դուրս գա խաղադաշտից իրեն ամենամոտ գտնվող եզրագծից, սակայն կարող ենք տեսնել, որ խաղացողը բավականին դանդաղ դուրս է գալիս հակառակ կողմից խաղադաշտի կենտրոնով, դրանով բավականին ձգձգելով խաղի վերսկսումը։ Իհարկե մրցավարը նմանատիպ իրավիճակների դեպքում փոխհատուցում է խաղին կորսված ժամանակը, բայց տվյալ իրավիճակում մրցավարը պարտավոր էր խաղացողին հրահանգել ավելի արագ դուրս գալ խաղադաշտից, ինչպես նաև նրա փոխարեն խաղադաշտ մտնող խաղացողին նվազագույնը 1 րոպե չպետք է թույլ տրվեր մտնել խաղադաշտ։ Նմանատիպ իրավիճակներին մրցավարները հետագայում ավելի ուշադիր կլինեն, որպեսզի կարգազանց խաղացողները եւ թիմերը պատժվեն եւ եթե կլինի նմանատիպ իրավիճակ, խաղադաշտ մտնող փոխարինողը 1 րոպե իրավունք չի ունենա մտնել խաղադաշտ։
Հաջորդ խաղում բկման ընդունել էր նվա թիմին, խաղի ընթացքում կարևոր և հետաքրքիր իրավիճակ եղավ բկմայի տուգանային հրապարակում, կարող ենք տեսնել, որ բկմա թիմի խաղացողը փորձելով խաղալ գնդակ, ցատկ է կատարում դեպի գնդակը, որի հետևանքում բախում է լինում նվա թիմի խաղացողի հետ։ Մեր կարծիքով տվյալ իրավիճակում բկմա թիմի խաղացողը ոչ մի ավելորդ գործողություն չէր կատարել, նա ուղղակի փորձում էր խաղալ գնդակ, որից հետո լինում է ֆուտբոլային հպում, բախում մրցակցի հետ։ Նոան տվյալ իրավիճակում պահանջում էր նշանակել 11 մետրանոց հարված, վար մրցավարները ստուգեցին իրավիճակը, նրանք համակարծիք էին մրցավարի հետ և նրան տեղյակ պահեցին, որ մրցավարը կարող է շարունակել խաղը։ Եվս մեկ հետաքրքիր իրավիճակ, երբ բկմա թիմի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որը սակայն նվան չիրացրեց։ Կրկնապատկերներում տեսնում ենք, որ բկմա թիմի դարպասապահը փորձելով խաղալ գնդակ, խախտում է կատարում մրցակցի նկատմամբ սեփական տուգանային հրապարակում, մրցավարը գտնվելով ճիշտ դիրքում նշանակում է 11 մետրանոց հարված։ Տվյալ իրավիճակում գնդակը շարժվում էր դեպի կողք, մի փոքր արագ էր և հավանաբար նվա թիմի խաղացողը կհասներ գնդակին արդեն դարպասային գծի մոտակայքում։ Սա գնահատվում է որպես հեռանկարային գրոհի խափանում և քանի որ կար գնդակ խաղալու փորձ, այդ պատճառով մրցավարը նշանակում է միայն 11 մետրանոց հարված և դեղին քարտ ցույց չի տալիս բկմա թիմի դարպասապահին։ Վերջին խաղում Արարատ Արմենիան ընդունել էր Առաջնության նորեկ Սարդարապատին, բավականին հետաքրքիր հանդիպում ստացվեց։ Հետաքրքիր իրավիճակ էր, երբ Սարդարապատը գրավեց Արարատ Արմենիա թիմի դարպասը, մրցավարը խաղադաշտում արձանագրեց դարպասի գրավումը, սակայն քիչ անց վար մրցավարները հրավիրեցին նրան խաղադաշտի տեսահետում կատարելու, հավանական ձեռքով խաղի խախտման համար։ Կրկնապատկերներում կարող ենք տեսնել, որ օդային պայքարում Արարատ թիմի խաղացողը գտնվելով մեջքով դեպի մրցակիցը և գնդակը, ցատկ է կատարում, փորձում է գլխով խաղալ գնդակ, որից հետո գնդակը դիպչում է նրա մի փոքր անբնական դիրքում գտնվող ձեռքին։ Ամեն դեպքում բնական և անբնական դիրքը որոշելու համար պետք է հասկանալ, թե տվյալ իրավիճակում խաղացողը ինչ գործողություն է կատարում։ Բնականաբար ցատկի ժամանակ նրա ձեռքերը որոշակիորեն բարձրանում են վերև, հետևաբար նրա ձեռքի այդ դիրքը նրա մարմնի բնականon շարժման հետևանքում էր գտնվում այդ դիրքում։ Մեր կարծիքով տվյալ իրավիճակում Սարդարապատ թիմի խաղացողը ոչ մի խախտում չէր կատարել, նրա ձեռքերը իր մարմնի շարժման հետևանքում գտնվում էին մի դիրքում, որը չպետք է պատժվի ձեռով խաղի խախտման համար։ Մրցավարը դիտելով իրավիճակի կրկնապատկերը մնաց իր որոշմանը, այն է նա արձանագրեց դարպասի գրավումը։ Նույն խաղի ընթացքում եղավ իրավիճակ, երբ խաղավերջում Սարդարապատ թիմը կատարում էր փոխարինում և փոխարինվող խաղացողը տեսնելով, որ իրեն պետք է փոխարինեն, ընկնում է գետնին ձևացնելով, թե իբր վնասվածք է ստացել։ Մրցավարը մոտենում է նրան և հրահանգում է արագ դուրս գալ խաղադաշտից, սակայն նա բավականին դանդաղ է կատարում այդ գործողությունը, որի պատճառով բավականին ուշ է դուրս գալիս խաղադաշտից։ Խաղացողի խաղադաշտից դուրս գալուց հետո մրցավարները թույլ չտվեցին փոխարինողին մտնել խաղադաշտ և փոխարինողը 1 րոպե գտնվեց խաղադաշտից դուրս։ Համաձայն խաղի կանոնների, եթե փոխարինվող խաղացողը իր գործողություններով ձգձգում է խաղի վերսկսումը, 10 վայրկյանից ավելի ուշ է դուրս գալիս խաղադաշտից, նրա փոխարեն խաղադաշտ մտնող խաղացողը պետք է նվազագույնը 1 րոպե գտնվի խաղադաշտից դուրս։ Այսօրվա համար առանձնացրել էինք այսքանը, կհանդիպենք արդեն Պրեմիեր լիգայի 5-րդ մրցափուլի և Գավաթի նախնական փուլի խաղերի ավարտից հետո։